are gerek. Ես ավելի շատ տիվով գումսայի և սպասեր մարդի գլային, բայց այնու հետև ինչ կան որ եգեր են։ Նախ գուզերմիության վարչության անդամներու գոմե շնորհակալություն հայտնել Dr. Frida Jordan-ին և Armenian Bone Marrow Donor Registry-ին, որ աս արիթը ստեղծեց հանդիպելու մեր միության մեջ և աս երեգոն ունենալու։ Վստահ բոլոր ինչպես կամ ձեր միտքերին ինչպես աս միտքը հղացան կամ ինչպես եղավ ասի, քանի մի շաբաթ առաջ մեր բարեկամներն Արմեն Բաբայանը լուր գրգեց մեզի, որ Armenian Bone Marrow Donor Registry-ին անդամներ ուզեն վարչությանը տեսակցություն ունենալ։ Մենք ասինք, ֆայն, մենք անցյալին ունեցել ենք գործակցություն հետևին և քանի անգամ տրամահավաքի կամ walkathon-ի մասնակցել ենք։ Ուրեմն Dr. Frida-ն և մյուսները քանի մոքյով հանդիպեցան և գիտցան, որ նպատականը, որ պետք ունի իրաքահայ քաղաքեն երիտասարդներու, որ ռեջիստրի մեջ արձանագրվին, որովհետև իրաքահայ հիվանդներ ունենք ուզենք օգնել իրենց։ Այդ նպատակով այս օրվա երեգոն կազմակերպենք և փորձենք ինչ որ կրնանք օգուտ դառնալ այս Armenian Bone Marrow Donor Registry։ Ուրեմն ուզեի նախ աս առաջապանեն հետո ուզեի քիչմը Dr. Frida-ի մասին խոսիր կամ իրեն բայոգրաֆին կարծեվով ձեզի ներկայացնել իրեն օստրավիլերը առաջ։ Ուրեմն Dr. Frida Jordan-ը ծնած է Տեհրան, Վարսկաստան, 1970-ին գավարդե Մարիամյան երկրորդական վարժարանը, քիչմը անգլերեն, քիչմը հայերեն բիդինեմ, որովհետև շատ մը technical բարեր գա, որ չեմ դրնար հայերենի թարգմանել, ամենս որ պիտի անգլերենով ասեմ ասում։ 1971, she enrolls in the Pitman English School, London, England, and obtains the Lower Cambridge Certificate in English Language. 1974 gets a General Certificate of Education. 1978 graduates from King's College London University with BASc in Biochemistry. 1983 obtains her PhD in Biochemistry from King's College London, London University. 1997 obtains Certificate in Management from Middlesex University London. May 2002 obtains a Certificate of Histocompatibility Specialist, CHS, from the American Board of Histocompatibility and Immunogenetics, ABHI. Հավական awardները ստացել է, ուրեմն մաս awardներեն սեմ ձեզի, October 2007 Armenian Chamber of Commerce Award Women in Business Excellence in the Field of Science and Technology. May 2004 the YMCA Women of Heart and Excellence Award. December 2004 Soroptimist International of Glendale Service Award. July 2002 Outstanding Women in Business Award in the Field of Science and Technology from the Office of California Senator Jack Scott and Assembly Member Dario Froman and Carol Liu. May 2001 Presidential Award in Armenia in the Field of Science and Medicine. From 1999 till present, she is the founding member and president of the Armenian Bone Marrow Donor Registry. Presentation and workshops, she has participated in a number of international conferences all over the world, like in Prague, in Japan, Italy, Germany, correct me if I'm wrong, Doctor. Has a long list of publications,
is a member of the and participant in the British and American Society of Histocompatibility and Immunogenetics. She's a member and participant in the American Medical Association, member and participant in World Marrow Donor Association, member of the Zooptimist International. Dr. Frida este Parahajik gat hostet. Խորի շնորհակալություններ ցույց չեմ հասու որ այս բանահամասություններով պետք է ներկայացվեր։ Ամենատեղս ամենակարևորը այն է, որ մենք 10 տարի առաջ որոշեցինք, որ հիմնադրել ոսկրածուծի դոնորների հիմնադրամի այս կազմակերպությունը եւ հիմնական նպատակը ունենալով, որ օգնելու բոլոր այն հայ հիվանդներին, որոնք տառապում են լյուկեմիայից եւ արյան այլ հիվանդություններից եւ իրենց փրկության վերջին միջոցը ոսկրածուծի փոխպատվաստում կամ թողնային բջիջների փոխպատվաստում ստանալն է։ 10 տարի առաջ, երբ որ այս աշխատանքը մենք սկսեցինք այն պատճառով, որ մենք ունեինք 4 տարեկան նկատաղջիկ Ալիկ Թոփալյան անունով, որ տառապում էր լյուկեմիայից եւ աշխարհի մեջ ընտրելով իր համար չկարողացան գտնել համապատասխան դոնոր եւ որոշեցինք, որ այդ անճարակ վիճակին վերջ տալու իմաստով ունենանք մեր ուրույն ռեյստերը եւ որ այսօր ունի 15,000-ից ավելի արձանագրված դոնորներ, որոնք պատրաստ են աշխարհի որևէ ծայրում, որևէ հայ հիվանդ որ լինի, երթան եւ իրենց օգնեն։ Ես շատ ուրախ եւ հպարտ եմ ասելու, որ մենք մեր աշխատանքը կարողացինք իրականացնել, բայց մենք այսօր ունենք 15,000 հոգի, որ անշուշտ բավարար չէ մեր բոլոր հիվանդներին օգնության հասնելու իմաստով եւ այդ ուղղությամբ է, որ մենք այսօր հավաքված ենք եւ կոչ պետք է ուղենք մեր բոլոր հայրենակիցներին, որ կան մոտենան մեզի եւ կարողանան մեր ռեյստերը ավելի ճոխացնել, որպեսզի մենք կարողանանք բոլոր հիվանդների համար համապատասխան դոնոր գտնենք։ Դոնոր գտնելու հիմնական պատճառը այն է, որ համապատասխան դոնոր գտնելը հայերի համար շատ դժվար է ներկայում գտնվող այս բոլոր ռեջիստրների մեջ, որ աշխարհում գոյություն ունի եւ 10 միլիոնից ավելի շատ են։ Ջենետիկ իմաստով մենք շատ իրարու մոտ ենք եւ ինչքան մենք ավելի փնտրենք մեր ջենետիկի ակումբները, ավելի մենք կարողանանք մերսի ավելի համապատասխան դոնոր գտնենք։ Եվ դա է պատճառը, որ երբ որ մեզի մեր ներկայի հիվանդի ընտանիքը մոտեցավ եւ հիվանդը մոտեցավ եւ երբ որ մենք իմացանք, որ իրենք նաեւ ծագումով Իրաքից են, որոշեցինք, որ իրաքահայ կազմակերպության մոտենանք եւ խնդրենք իրենցից, որ մեզի առիթ տան իրենց շրջանակում դոնորագրություն անելը։ Ես մեր ոլտի կողմից, որ նաեւ ոլտի մեջ ներառվում է շատ գործունյա իրաքահայ Ֆրանկ Մերկոնյանը, որ ձեր վարչության անդամներից է, խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզի, որ մեզ ես առիթ տվեցիք, որ մենք ներկա գտնվենք եւ կարողանանք այս իրականացնենք։ Մենք այսօր շատ ուրիշ հիվանդներ ունենք, հենց մենք Լոս Անջելեսում։ Ես չեմ թվարկում այն հիվանդները, որ ունենք Հայաստանում, չեմ թվարկում այն հիվանդները, որ ունենք հիմա ամբողջ աշխարհում։ Մենք այսօր Լոս Անջելեսում 4 հոգի հիվանդ ունենք, հենց Լոս Անջելեսում, որ շատ շտապ իրենց դոնորին պետք ունեն։ Եվ արդեն իսկ մենք այս ժամում նաև ունենք այն հիվանդի բարեկամները, որ եկած են Ֆրեզնոներից, այստեղ որպեսզի կարողանան դոնոր տանան։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք այդ ժամը տրամադրում եք, գալիս եք, որ որևէ հայ հիվանդի օգտակար լինեք եւ այն հույսի աղբյուրը դառնանք այդ ընտանիքների համար, որոնք սպասում են ձեր օժանդակության։ Ես չեմ ուզում երկարացնել իմ խոսակցությունը, շատ կուզեմ, որ մենք նայենք այն վիդեոն, որ մեր տարբեր գործունեությունից մենք կազմակերպել ենք, ընդհանուր 10 րոպե է, որ այդ վիդեոն տևողություն ունի, շատ կարճ է, բայց այդ վիդեոով շատ բաներ է ձեզի փոխանցվելու,
ինչպես եք կարող դոնոր դառնալ, արդյոք վտանգավոր է թե վտանգավոր չէ եւ այլն։ Եվ այդ վիդեոն տեսնելուց հետո է, որ ես կուզեմ, որ հարց ու պատասխանների գծով մենք կարողանանք իրար հետ ավելի երկար զրույց ունենանք, եթե անշուշտ հարցեր լինի այս ուղղությամբ։ Նրանից հետո նրանք, որ պատրաստ են դոնոր դառնալ 18-ից 50 տարեկան եւ լավ առողջության տեր անձնավորությունները, պիտի խնդրեմ, որ մեր անդամներին մոտենան եւ մենք ման սուաբով այս դոնորագրումը կարող ենք իրականացնել։ Ես ուզեմ միասին, որ գանք այդ վիդեոն նայենք։ Շատ շնորհակալ եմ։ In 2001, Fortuhi, an X-ray technician, showed up at an ABMDR recruitment drive in Yerevan and registered. Little did she know that 7 years later, that simple act would become the force that would save the life of a 30-year-old woman struck with leukemia. The ABMDR was founded in 1999. Its mission is to find compatible bone marrow donors for all patients who are suffering from leukemia, and their last hope of survival is to have a bone marrow stem cell transplant. Registering to become a donor is simple, painless, and non-invasive. A prospective donor fills out a one-page medical history form and donates a cheek swab. ABMDR extracts the DNA from the swab sample, analyzes it to determine the tissue type of the donor, and stores the information in its database. In 2008, when ABMDR discovered that Vartuhi was a potential match for a patient in Greece who was in dire need of a stem cell transplantation, Vartuhi was ready and eager to become a real donor. After a thorough medical examination and evaluation, and with the blessings from her children, ABMDR Medical Director Dr. Nazaretian accompanied Vartuhi to Ulm, Germany, where her stem cells were harvested for the patient. The actual harvesting of stem cells is performed without any anesthesia. The donor is hooked up to an IV machine from each arm, and blood is continuously drawn from one arm into the apheresis machine, which removes the extra circulating stem cells and returns the blood without the stem cells into the other arm. The entire process takes approximately 3 hours, and the body is able to replace the stem cells with new ones within days. Although Vartuhi was the first Armenian woman to be a donor, she was not the first Armenian. There have been many Armenians before her who have been donors, all of whom had to leave Armenia to have their life-saving stem cells harvested abroad. That is, until now. On May 28, 2009, several of these donors, along with patients, physicians, and sponsors, gathered together to cut the honorary ribbon, signifying the official inauguration of ABMDR's newly completed Stem Cell Harvesting Center. The only one of its kind in the region, ABMDR's Stem Cell Harvesting Center serves as the facility where stem cells provided by healthy bone marrow donors can be collected and processed before they are shipped to be transplanted into patients suffering from life-threatening blood-related diseases such as leukemia and other cancers. The center is equipped with cutting-edge medical machinery that allows ABMDR staff to not only perform HLA tissue typing, stem cell harvesting, and cell storage, but also autologous transplants. These latter procedures can be lifesavers for cancer patients as they restore the integrity and function of bone marrow damaged by chemotherapy. We are very excited to have a stem cell harvesting center in Armenia. The benefit is that we no longer have to take our bone marrow
stem cell donors from Armenia abroad for their collection and harvesting. And this will eliminate the stress of traveling and reduce the cost of transplantation. This center, with its state-of-the-art molecular technology, can also become a learning center, a learning hub for all medical students and doctors, and also has got all the scientific basis for becoming a stem cell research center. The Harvesting Center took several years to plan and a massive effort of fundraising with contributions from Armenians all over the world. This included a number of major corporate and individual donations, as well as grassroots support through the registry's first ever telethon in April 2008. Thanks to generous donation of VivaCell company, we were able to buy all the necessary equipment for our harvesting center. Կատարեց դեպի ավակա եւ շատ մենք կսկանք իմանանք այսպեսի կենտրոնի կարևորությունը երևի որոշ ամիսներ հետո մեկ երկու տարի հետո ինչ հատկացել այս կենտրոնը մեր ժողովրդին. Having pledged to make every penny count and determined to make its supporters proud, ABMDR spared no effort in designing, building, and furnishing the center to match or surpass international centers of distinction, with a special emphasis in training its personnel to become experts in the field. Our center is modeled after modern harvesting centers, cancer centers of Europe and the United States. In addition to having our DNA-based HLA typing laboratory, we have a modern apheresis or harvesting machine. We have flow cytometry that we use for cell sorting. We have cryopreservation facility that will allow us to freeze and store our harvested stem cells and use them later on. We also have a very modern, completely fully equipped tissue culture facility with laminar flow hood and an autoclave CO2 incubator. Սավուշմեն տարածաշրջանային կենտրոն է։ Նախկին խորհրդային տարածքում նման օրինակ ռեեստրը գոյություն չունի նաև ատոմարմինների որոշման լաբորատորիա նման օրինակ հավատարմագրով. This is a very high standard laboratory compared with all international standards. So this laboratory is exactly at the same level as German laboratories, French, Spanish, American laboratories. I have cooperated with your registry because already we have 2 Armenian donors for Greek patients, and this you can understand how valuable and how strong it is for Europe and for humanity. The state-of-the-art tissue typing lab is operated by highly trained technicians and is accredited and routinely inspected by the European Federation of Immunogenetics. Members of our staff are fully trained by the manufacturer of each machine. In addition to that, they are frequently and periodically retrained in the United States or Europe in cancer institutions. Well, the establishment of the Transplantation Center, a hospital where patients will receive their bone marrow stem cell transplants, is still a few years away. The success of the Harvesting Center had brought ABMDR closer to that ultimate goal than ever. To be able to have a harvesting center in Armenia to harvest bone marrow from individuals there who have graciously agreed to be part of the registry is critical, because that bone marrow can now be sent throughout the world to help children and adults who desperately need this bone marrow and these stem cells to save their lives. This registry is not just for Armenian people. These 15,000 Armenians that are volunteer, donor volunteer, that is good for all over the world, all people in the world. It's a global world for solidarity and for generosity. I'm very thrilled and happy that we were able to establish the Harvesting Center in Armenia. Although we have registered over 15,000 bone marrow donors in our registry, our work is not finished yet. We want to be able to find compatible matches for every single Armenian and non-Armenian patients throughout the world for their transplant.
My name is Carlo Manchikian, and I'm 35 years old. In April, just before my 35th birthday, a few days before, I was diagnosed with leukemia. There are millions of Armenians out there that can save lives. Luckily, in my case, my sister is a match, but there are so many unfortunate leukemia patients out there that don't have a match. On the opening day of the Harvesting Center, the ABMTR lab staff brought balloons to decorate the hematology floor of the center as a symbolic gesture of hope for the children afflicted with leukemia. With that, they carried their message of faith, the promise of cure, and the gift of precious life to be saved. It's coming from the bottom of my heart to save lives. Որ պետք է լավ լինի հիվանդի համար, բայց մարմինը նորից այդ stem cell-ին տեսնում է որպես դրսեցի եւ սկսում է այդ stem cell-ը դեպը պայքարի եւ ուզի մեջտեղ տանի եւ դա պատճառ է դառնում որ graft versus host disease է մեջտեղ գալիս։ Ուրեմն որպեսզի այդ պայքարը նոր ստացված մարմինի հետ ավելի մեղմանա, շատ կարեւոր է որ ստացված donation-ը այդ stem cell-ը որ ստանում է 100-100 համապատասխան լինի իր հետ, իր ունեցած stem cell-ի հետ, որպեսզի իրան ճանաչի ոչ օտար, ճանաչի հենց իրան։ Ուրեմն երբ որ ճանաչի իրանը, իր գոյությունը կհանդուրժի եւ կթողնի որ այդ stem cell-ը իր գործը որ պետք է անի։ Ուրեմն գալով ձեր պատասխանին, մենք այդ որ պետք է 100%-ով match-եր են, եթե շատ քիչ տոկոս mismatch կա, դա միակ ընդունելի է երեխաների մեջ։ Երեխաները ընդունում են mismatch ստանալ, որովհետև երեխաների immune system-ը դեռ աճեցված չի, թերաճ immune system ունեն, ուրեմն tolerate են անում mismatch-ների։ Հակառակ պարագային շատ ուժեղ reaction են ցույց տալիս հիվանդները եւ graft versus host disease-ով մեջտեղից երթում են։ Դա երկրորդ պարագանը։ Երրորդ պարագանը նա որ ամենալավ սցենարիոյի մեջ է, կարող է գոյություն ունենա մերժում graft versus host disease Եվ դրա համար է, որ survival-ի բան կա, տոկոս կա, եթե տարիքավոր է լինում հիվանդը, ուրեմն survival rate-ը գալիս է 45-ից 55%, որ հիվանդը կարողանում է առողջանալ և survival-անի։ Իհարկե դա կախում ունի հիվանդի տարիքից, դա կախում ունի ինչ տիպի լուկեմիա ունի, դա կախում ունի, որ քանի round քիմոթերապիա է ստացել և մարմինը շատ չի թույլատրել և ինչքան առողջ պայմանների մեջ է որ իր տրանսպլանտը ստանում։ Ուրեմն կա պարագաներ, օրինակի համար էպլաստիկ անեմիա, որ նաև արյան հիվանդություն է, որ նաև բուժվում է բանից, փոխպատվաստունից տրանսպլանտից, իրենց բուժման տոկոսը 90%-ի է հասնում։ Եվ դա շատ մեծ տոկոս է 90%։ Երեխաները, ինչպես ասեցի, շատ ավելի հեշտ են վերցնում այս տրանսպլանտը և նրանց բուժման rate-ը գալիս է 65-ից 70%։ Դա անշուշտ կախում ունի ինչ տիպ լուկեմիա որ ունեցել է։ Այն հարցը, որ արդյոք հիվանդը կարող է վերադառնալ 100% նորմալ կյանքի, պատասխանը կարող է ոչ 90%-ով, բայց կարող է 80% կամ 70%-ով կարող է նորմալ կյանքը անի, նաև նորմալ կյանքի բացատրականը ինչ է, այդ իմաստով, հսկողության տակ պետք է լինի, այո, պետք է անպայման հսկողության տակ լինի, գոնե ամեն տարի կամ 6 ամիս մեկ պետք է երթան check-up-ին, որովհետև ինչպես իմանում եք, cancer հիվանդությունը կարող է միշտ վերադառնալ։ Եվ այս անգամ կարող է չվերադառնալ որպես լուկեմիա, կարող է secondary cancer են ասում, որ օրինակի համար ոսկորի cancer-ով վերադառնալ կամ ուրիշ cancer-ով վերադառնալ։ Այդ պատճառով է, որ monitoring-ը արտակարգ կարևոր է այս ընթացքում և մինչև 5-6 տարի։ Ընդհանրապես ասում են, որ 5 տարուց հետո վտանգը վերջանում է և ապաքինվում է։ Մենք այսօր ունենք երեխա, որ
այսօր փառթաստու 16 տարեկան է եղել եւ հիվանդությունից ձերբազատված, բայց այդ երեխան էլ ամեն տարի պետք է երթա մանիթուրին, որպեսզի նորից չկրկնվի, կամ եթե կրկնվի, շատ արագ ձևի կարողանան առաջ արել։ Ուրիշ իմ հարցումս արդյոք կարելի է մեկը լուկեմիա կդարավի եւ դալի ավելի բժշկություն չգրնան դիագնոսիսն է ատվիրեն հիվանդությունը ժամանակ անցնելը վերջի լուկեմիան որինքը։ Գիտեք ինչ, լուկեմիայի դիագնոզը շատ դժվար է, եթե քրոնիկ լուկեմիա է։ Քրոնիկ լուկեմիան ընդհանուր շատ լիթարժիկի, մրսածողության, թույլության եւ անդամադրության նշույլներ ունի մեջը։ Հատկապես տարիքավոր անձնավորությունների մեջ, նախ որ երեխա չեն։ Երբեմն ես միշտ ասում եմ ծնողներին, ես ինքս բայոքեմիստ եմ, ես բժիշկ չեմ, բայց այս մասնագիտության մեջ ելնելով գիտեմ, որ ինչքան կարևոր է, որ ինչ բաներ պետք է ծնողները պահանջեն իրենց բժիշկներից։ Նախ երբ որ երեխային տանում են, երեխան անընդհատ տաքության մեջ է մնում եւ ասում են որ ֆլու ունի, անպայման բլադ թեստ ուզեք։ Գիտեք, երբեմն ինշորենսները բլադ թեստերը չեն վճարում եւ դրա համար բժիշկը չի prescribe-անում որ բլադ թեստ արի։ Անպայման բլադ թեստ ուզեք։ Անպայման ուզեք որ տեսեք արյան պրոֆայլը ճիշտ ընթացքի մեջ է թե ոչ, որտեղ արյան պրոֆայլից շատ հեշտությամբ բժիշկը կարող է իմանալ որ հարցը մենակ մրսածողություն կամ virus infection չէ, այլ կարող է ավելի լուրջ հետևանքների բաների, manifestation-ի երեխայի մեջ որ անընդհատ ջերմություն ունի եւ չի լավանում։ Եթե հասնի այն stage-ի, որ օրինակ համար ամբողջ երեխայի մարմինը սկսի կապտել ու բան, ասիկը դա նշանակում է, որ լուկեմիան բավական advanced stage-ի մեջ է։ Շատ դժվար է, ես չեմ ուզում ասեմ, որ ծնողները վախենան անընդհատ երեխաներին բլադ թեստ ուզենան։ Չէ, բայց ուշադիր պետք է լինեն։ Եվ մենակ բժիշկի, ասենց հեշտ մեկ հատ դեղորակ տալով շանսներ։ Ուզենան, եթե տեսա մեր բան շարունակում է քրոնիկի ավերջավարանում, անպայման ուզենան։ Այո, կարելի է։ Կարելի է։ Դժբախտաբար կարելի է։ Երկրորդ մասը հարցումից percentage-ի այսինքն համեմատությամբ արդյոք ունիք այդպես ռեկորդներ, որ գծեցին քանի դոնորի մեջ մեկը match կլա հիվանդի։ Ընդհանուր rough մեկ հատ estimate են կված, բայց հիմնվելով օտար ռեջիստրների բանի վրա, ավելի շատ նրանց ընդհանուր մեկ հատ հաշտետվություն են կարել statistic analysis-ի բերումով, որ ամեն 200 հոգուց chance-ը կա, որ մեր հոգի match կլինի։ Ամեն 200 հոգուց։ Դա է նաև statistics-ը, ասիկը ոչ թե 100% է ձև չի։ Այլ երկար։ So ինչ է մեսեջը։ Ինչքան շատ ունենան, ավելի chance կա։ Ինչքան շատ է ավելի chance կա։ Երբ որ հիվանդը diagnosis-ալում լուկեմիայից, ես անգամներ գոնե իմ ծրագրի գծով հայտարարում եմ, ամեն առիթներով հայտարարում եմ, մի սպասել այն օրը, որ ձեզի ասեն, որ bone marrow transplant պետք ունեն։ Դա մեկ տարի ուշացումով են ասում։ Ինչու, որովհետև եթե առաջի օրվանից ձեզի ասեն, որ դուք դոնորի պետք ունեք, դուք սկսեք բժիշկից պահանջել, որ իմ պարագաներին tissue type արա եւ ամեն մեկ tissue type-ը, որ մենք $150 ենք անում, երթակ CPR-ով կամ որևէ այստեղի հիվանդանոցները $600-700 ծախսել։ Ինշուրանսը չի ուզում է ծախսել վճարի։ Դրա համար ասում են որ նո, դու քո քիմոթերապին ունեցիր, դու կմտնես remission-ի մեջ եւ կլավանաս։ Լավ, դա աստված որ է ձևերնի։ Բայց ինչ վնաս կա, որ մենք առաջի օրվանից չիմանանք, որ այս հիվանդը या դոնոր ունի թե ոչ, որտեղ ամեն պարագային կարող է պատահի քիմոթերապին էֆեկտիվ չլինի եւ կարող է մեկ տարուց հետո relapse անել եւ դոնոր ուզենան։ Ուրեմն մենք մեկ տարի շահած կենենք, եթե ճիշտ planning-ով մեջտեղ կա։ Բայց մեզի հիվանդները որ գալիս են, ամեն, այսինքն բացառություն շատ քիչ կա, որ 1 հոգի կամ 2 հոգի որ ժամանակին եկածել են։ Միշտ գալիս են 1 տարի ուշացումով։ 1 տարի ամենակիչը։ Եվ այն պայմանների մեջ, որ անմիջապես դոնոր են պետք ունեն, անմիջապես դոնոր գտնելը շատ ծախսատու է, շատ դժվար է, եւ տեսնում եք, այսօր Կիրակի օր հավաք տեսնում եք քանի հոգի են գալիս։
քանի հատ պետք է դուք ասենց հավաքներ, որ մենք 200 հատ ստատիստիկ սրմե հատ դոնորով իրականացնենք։ Շատ դժվար է, բայց ունեցել ենք։ Մենք ունեցել ենք հիվանդ, որ փակ իրենց ծնողներին, այնքան այս ծնողները առավոտից գիշեր աշխատեցին, որ մենք կարողացանք 800 հոգի recruit անենք մեկ օրվա մեջ, եւ այդ 800 հոգուց մեկ հատ match գտանք իրենց հիվանդի համար։ Դա այդ պարագան ունեցել է։ So կարելի է, but it's a matter of statistics։ Ինչքան շատ դոնորնա, match-ը ավելի շատ է։ Ուրիշ հարցումներ։ Հարցումս մեր ծանոթներեն շատ մգերի ծանոթներեն մեկը որ հիմա լուկեմիայի այսինքն գդարապի եւ մենք քավութով իրեն դոնորներ հավաքեցին City of Montreal involved եւ մեկ հատ match չեն ջարել այդ մարդուն։ Այո, գիտեմ ումի մասին եք խոսում։ 64 տարեկան է։ Այո, գիտեմ ումի մասին եք խոսում։ Իրականությունը կուզեք իմանալ, մեկ հատ դոնոր recruitment արեցին, 80 հոգի հավաքեցին եւ նրանց հետո լուրջ չելա։ Էցև չի։ Դուք 80 հոգով match չեք գտնել։ Դուք պետք է հայուրներ մարդ հավաքեք, որ կարողանանք match գտնենք։ Ընտանիքները շատ տագնապալից մեջտեղ են գնում, մեր որոշ պերիոդի համար, հետո հոգնում են, հետո հուսահաղափում են, հոգնում են, հետո ասում են, որ դեմ match չգտանք չեղա, չէ, էցև չի։ Մենակ մեր անգամ recruitment էլա այդ անձնավորության համար, մեր այդ ուրիշ եղավ մեր այդ դպրոցի մեջ, որ մենակ 6 հատ բաներ եք են նստել, ուսուցիչին եք են, այդել անհարմար են զգացել, որ մենք գնացել ենք, այդեղ մարդ չկա։ Իրականությունը շատ տարբեր է ինչ-որ լսում ենք։ Խնդրում եմ չհավատալ, բայց մենք այնքան ուրախ ենք այդ 86 հոգով, որտեղ ամեն 86 հոգին երիտասարդին, որ մենք մեր կազմակերպության բաջետը այդ ամիսվա $5,000-ից ավել $6,000 նվիրեցինք եւ անմիջապես 3 օրում տիշուտայ բարեցինք, որտեղ իրանք ասում են, որ իրանք շրջանագից են դրան։ Եվ մենք չգտանք, անշուշտ 86 հոգի մեջ չեղավ, բայց չեն նշանակում, որ իրանք այդ պայքարը այդ ձևով թողնեին։ Երբեմն կարող է 200-ից ավել 400 այդ հատուկ դեպքում պահպանվել, այսինքն չի նշանակում, որ մենակ 200-ը գարանտի չի, պետք է հույս ունենանք, մինչև վերջ պետք է այդ հույսով, որ ինչքան շատ անենք, այնքան Ինչքան շատ, այո, համեցեք։ Պայման եք դոնորը ճամպորտե հիվանդին կողը չնեք, ստեմսելը գարնեք, ֆրիզ գնեք, գրգեք։ Ստեմսելը կարնենք, ընդհանրապես ֆրիզը չի արվում, նույն օրը, որ հավաքագրվում է, կամ երբ որ վերջանում է հավաքագրվելը, օտոմատով վերցնում են և տարբեր աշխարհ տանում են։ Ես ինքս անգամներ, երբ որ Անգլիայի եմ աշխատում, այնտեղ Անթոնի Նոլան Bone Marrow Donor Registry կա, այնտեղ որ աշխատում եմ, ես անգամներ, էժանակ bone marrow էր, 20 տարի առաջ, stem cell չկար, անգամներ bone marrow վերցնում եմ Անգլիայից, տեղափոխում եմ Ավստրալիա, անգամներ Միացյալ Նահանգներ եմ բերել, աշխարհի բոլոր կողմերը ես վերցել եմ, գրկել եմ, literally եւ տարել եմ, տվել եմ ընդեղի հիվանդին։ Բան չի, շատ, այդ պրոցեսը շատ հեշտ է, իսկական պրոցեսը մեջ գտնելն է, որ ամենադժվար պրոցեսն է։ Եվ ծախսատուր է, եւ ծախսի են նայում, որովհետեւ տեստինգը DNA մագարտակի, որ ինչ որ հասնի, շատ սուղ է վերջանում, որովհետեւ իսկապես մեծ էքսպերտիզներ է պետք։ Հիմա մերը, որովհետեւ $150 է, որովհետեւ ոչ ես եմ իմ ժամս չարջանում, ոչ մեր ընկերները, որտեղ նստած են իրանք ժամը չարջ են անում, so ամեն ինչ ելնում է volunteer, մենակ reagent cost-ը այդքան է լինում։ Դա է, որ այդ արժեքա է։ Եթե չէ շատ սուղ է։ Ուրիշ։ Եվ պայման է, որ դոները ըլլա 18-ից 50 գիտեմ պատասխանեցիք, որ ուզեք, որ ավելի երկար կյանք ունենա անցօգտելու, այսինքն օգնական դառնալու համար։ Չէ, պայման չէ։ Օգնականի մեջ է եւ ուզեք դոնորը լա։ Այո, չէ, կարող է լինել։ Հիմա պայման մեկ էլ ունենք այդ ձևի մեկ հատ հարմարություն ենք ստեղծել, որտեղ գիտակցում ենք, որ կարող է հիվանդ ունենա 17 տարեկան տղա, կամ ունենա 55 տարեկան մեկ հատ ուրիշ
ազգական, որ կամ են գեր, որ ուզում են գա մասնակցի, ուրեմն ունենք հետևյալ կատեգորիները, այն դոնորները, այս պարագայում մենք դոնոր, ասում ենք private donor, որ գալիս են, որ մենակ թեստերն են, որ տեսնեն match են այդ հիվանդին, թե ոչ, $150 վճարում են, եւ մենք թեստերն անում ենք եւ պատասխանը տալիս ենք ընտանիքին, որ հա, այս 17 տարեկանը match է, թե ոչ, 55-ը match է, թե ոչ, որտեղ այդ ազնվորությունները մեր ռեջիստրի մեջ չեն ընկնում։ Բայց կարող են private test արվեն եւ դրա համար պետք է $150 վճարեն։ Իսկ նրանք որ 17 տարեկան են, բացի որ պետք է $150 վճարեն, իրանց ծնողներից էլ պետք է գրավոր իրավունք ստանան, consent, որ իրենց մեզի իրավունք է տալիս, որ մենք իրանց թեստ անենք։ Մենք ամեն մեր մեկ քայլը որ վերցնում ենք, մենք որտեղ միջազգային օրենքներով ենք աշխատում, ամեն ինչը պետք է documented լինի։ Մենք եթե գալիս ենք պարագաները լինում, երբ որ կաք արձանագրվեք, ասենք որ driving license տվեք, որ տեսնենք ձեր ID, մեր հայերից շատերը չեն սիրում, երբ որ մենք այդ հարցնում ենք, եւ նեղվում են։ Ինչու է driving license ուզում։ Դուք որ հաստատության մեջ Ամերիկայում կարող եք երթալ, մի հատ ֆորմ լսեք եւ ID ցույց չտալ։ Բայց որտեղ մենք հայը ուզում են հայից որ ID ստանա, անմիջապես երթում են պաշտպանողական բանը, ինչու եք մեզանից ID ուզում։ Բա մենք չիմանանք Պողոս Պետրոսյանը դուք եք։ Այսինքն հարցերն էլ կա, բայց սրանք որ ուզում ենք ձեզանից, որտեղ միջազգային օրենքների պահանջն է, որ մենք ուզում ենք։ Լավ, եթե հարցումներ չկան, ես տեղստեղ եմ, կարող եմ բոլոր հարցումներին պատասխանել, դուք խնդրեմ, որ գա եւ նրանք որ ցանկանում են կան արձանագրել։ Ես միայն ուզեի քաչաները մեր երիտասարդները, որ հոս են այսօր արձանագրվին անի մեկ, երկրորդ անոնք որ ապակին սուրջ ունենան, երևը սուրջ գա եւ անուշեղեն գա գրնակ խոհանոցեն անուշեղեն արնել, կինը հոնտրված է եւ եթե ուրիշ թեյ կամ սուրջ, հայկական սուրջ ուզեք հոնալ գտնի։ Մենք խորին շնորհակալություններ դոկտոր Ֆրիդա ձեր ներկայացման Գարիկը պիտի ունենանք հավաքային նորեն ասանք բաներ դնել, որով շատ գրեցնանք, որ գարիկը շատ է և շատ կարևոր հարցն է ասի, ուրեմն մենք և դուք պետք է պատրաստ լանք հավաքային նորեն ասանք գնենք և ավելի աշխուր սևով աշխատենք, ավելի շատ մարդ հավաքելու աստեղ։ Շնորհակալություն ձեր բոլորին ոսներգարության և խնդրեմ մոդեցեք ոստեղ արձանագրության։
Elle est calme, elle est